մենք այս շրջափուլն էլ կանցնենք, կհաղթահարենք եւ հայը կմնա հայ եւ հայը չի անկրկի եւ չի ծնկի եւ ես ուզում եմ ձեզ հիշեցնել նաեւ մի հետաքրքիր օրինակի մասին, որը բերել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովուրդը անգամ Ռուսաստանի կայսրության ժամանակ եւ Ռուսաստանը եղել է կայսրություն, այդ ժամանակահատվածում են փորձել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ինչ-որ ոտնձգություններ անել եւ անգամ այդ հզոր կայսրության ժամանակահատվածում դրանց չեն կարողացել նրանք ծնկի բերել հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ հայ ազգին առհասարակ եւ ով է Նիկոլ Փաշինյանը, որ կարողանա այսօր ծնկի բերել հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ սրան ի պատասխան մենք տեսել ենք շատ անմակարդակ պատասխաններ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի նկատմամբ վիրավորական պատասխաններ այդ քաղաքական թերուս ընտանիքի ներկայացուցիչների կողմից եւ դրանք վիրավորական են ոչ միայն առաջին նախագահի հասցեն, այլ վիրավորական են նախագահի ինստիտուտի հասցեին, որովհետեւ չի կարելի այդպես արտահայտվել որևէ նախագահի վերաբերել, ով Հայաստանի Հանրապետությանը նվիրել է հաղթանակներ եւ նվիրել է պարզ ճակատով քայլելու հնարավորություն, անկախ քաղաքական ուղղություններից, որոնք ես անձամբ կարող եմ չկիսել, բայց կա պատմական ճշմարտություն եւ այդ պատմական ճշմարտությունը չի կարելի ուրանալ եւ այդ պատմական ճշմարտության մեջ մտնում է, որ առաջին նախագահի հետ այդպես խոսալը Հայաստանի Հանրապետության ղեկավարին կամ ղեկավարի ընտանիքին սազական չի եւ անթույլատրելի է։ Դա խոսում է նրանց, նորից եմ ասում, տգիտության եւ տհասության մասին, նրանք խոսում են, որ կրթվել են նորաձև եւ այլն, իմիջիայլոց այս կոնտեքստում ուզում եմ հիշեցնել, որ Աննա Հակոբյանը մեկնում է Չինաստան 2 տարով ուսուցանելու ինչ